Հայաստանը միջին արևելքի հնադարյան քաղաքակրթության մետաղագործության և ոսկեղենի առաջատար կենտրոններից էր։ Հայկական կիրառական արվեստում իր ուրույն և կարևոր տեղն ուներ զարդարվեստը։ Մետաղագործության և զարդերի շքեղ օրինակները գոյություն են սկսած մեր թվարկությունից առաջ 3-րդ հազարամյակից։ Ոսկին և արծաթը լայն կիրառում ունեին հայկական բարձրավանդակում դեռևս պղնձե և քարե տարրերից։ Պատմությունն առանձնացնում է զարդարվեստի մի քանի կարկառուն դպրոցներ՝ Վան Վասպուրական, Կարին, Փոքր Հայք, Կիլիկիա և Սյունիք Արցախ։ Զարդարվեստի յուրաքանչյուր դպրոցը մասնագիտացված էր այս կամ այն ճյուղերով։ Սյունիք Արցախի դպրոցը դեկորատիվ սևանախշ գոտիներով և զարդանախշերով էր առանձնանում։ Պատմական այս փաստարկը մեզ ուղղակիորեն պարտադրում է վերադառնալ արմատներին ու վերականգնել ավանդույթները։ Իսկ դրա համար մեզ պարզապես անհրաժեշտ է վերագտնել այն սկիզբը, որը նոր մեկնարկը կհանդիսանա փառահեղ անցյալի։ Այդ սկիզբը մենք հայտնաբերեցինք Մոսկվայում։ Ոսկերչական արհեստը հայերի համար ոչ միայն արվեստ է եղել, այլ պատմական դժվար ժամանակներում նաև ապրուստի միջոց։ Որպես մշակութային երևույթ այն չի կորցրել իր արժեքն ու դեմքը և այսօր։ Հայ ընտանիքում զավակներին թանկարժեք մետաղներից ու գոհարեղենից պատրաստված նվերներ տալու պարտադիր ավանդույթը գործում է առ այսօր։ Զարդերը կամ ժառանգաբար փոխանցվող են, կամ պատվիրված, կամ էլ գնված։ Սրա բացատրությունն այն է, որ հայերը գործնական մարդիկ են և լավ են հասկանում, որ զարդերի արժեքը ժամանակի ընթացքում միայն աճում է։ Ոսկեգործության համաշխարհային ինդուստրիայում հայերն ունեն իրենց ուրույն տեղն ու ձեռագիրը։ Աշխարհի տասնյակ հազարավոր ոսկերիչներից ու ոսկեգործությամբ զբաղվողներից մենք ճանաչեցինք ու բացահայտեցինք մեկին, բայց ամենագլխավորին՝ Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահ Գագիկ Գևորգյանին։ Հենց նրա անվան հետ են կապված մեր բոլոր հույսերը Արցախում ոսկերչական ավանդույթները վերականգնելու գործում։ Մեր պապերը հազարամյակների ընթացքում մեծ հսկայական հարստություններ են թողել մեզ այն առումով, որ շատ գիտություններ, շատ գաղտնիքներ, որոնք ասենք ամեն մարդ չի կարող ունենա, մեր պապերը դրանցով զբաղվել են եւ իրենք գտել են այդ գաղտնիքները, որոնք սերնդեսերունդ փոխանցվել են եւ մեզ են հասել։ Եվ մենք այսօր հպարտ ենք, որ մեր հայ ազգի որդիներն ենք եւ կարողանում ենք այն արվեստը, որը իսկապես հպարտության առարկա է ամբողջ աշխարհում, մեր հայ ազգի լավագույն մասնագիտությունն է այսօր։ Հայն է ստեղծել առաջին խաչքարը, մանրանկարչությունը, մեր ազգի արյան մեջ դա եղել է։ Այո, իհարկե, խաչքարն էլ ոսկեչություն է, մանրանկարչությունը, երբ որ մատենադարան եք մտնում եւ տեսնում եք մեր գրքերը, մատենադարանի հնագույն գրքերը, երբ որ թերթում եք, ամեն ինչը ոսկեչություն է։ Այսինքն նրբություն է, ոսկեչությունը ինչ է, նուրբ գործ, ֆիլիգրանային գործ, մանր գործ։ Մեր ազգի բնավորության մեջ այդ հատկությունը կա, երևի պապերից, մեր արյան մեջ կա դա։ Կարծում եմ, որ ես իհարկե կարծում եմ, որ դա ինչ որ Աստծո կողմից տրված մի նվեր է մեր ազգին, որը մեր ազգը եղեռնից հետո, կոտորածներից հետո, պատերազմներից հետո պահել է հիմնականում ոսկեչությունը։ Այսօր էլ երբ որ ես նայում եմ մեր նույն Ամերիկայի մեր, ասենք, համայնքի հիմնական մասին եւ հարուստներին եւ լավ բիզնեսմեններին, ունևոր մարդկանց հիմնականում ոսկերիչներ են։ Գեղագետ, ով ոչ միայն արարում եւ քարոզում է գեղեցիկը, այլև արդեն 20 տարի է հեղինակություն է եւ ոսկերչության աշխարհում հայտնի իբրև անվիճելի էսթետ։ Գագիկ Գևորգյանը 1991-ին Ռուսաստանի Դաշնությունում հիմք է դնում մի կայսրության, որն էլ անվանում է էսթետ։ Միշտ չէ, որ ոսկերչական բրենդի անունը լիովին համապատասխանում է արտադրության փիլիսոփայությանը։ Ընտրելով իր բրենդի անունը, ընկերության ղեկավարը միանգամից սահմանեց եւ նշած ձողը։ Հեշտ չէր կայացման ուղին, բայց հստակ էին նպատակները, կամքն էլ խիստ ընդգծված։ Ընտանեկան փոքրիկ արհեստանոցից մինչև էլիտար հզոր ընկերություն։ Ձեռնարկը բառից դրական իմաստով նույնիսկ ավանտյուրա էր համարվում։ Մելխիորից, մալախիտից, ագաթից մինչև ադամանդ ու գոհարներ, զմրուխտ ու շափյուղյա, հային հատուկ համարձակություններ։ Երեխա հասակից գտնվել եմ մի մթնոլորտում, որտեղ արվեստը կամ գեղեցիկի նկատմամբ ունեցած զգացմունքը զարգացել է։ Եվ այդ հատկություններն են, որ բերեցին նրան, որ երբ որ 91 թվականին թույլատրեցին, ընդունեցին օրենքը անհատական հիմնարկություններ բացելու, կազմակերպելու առումով, առաջի
կարելի ասել հիմնարկը, որ ոսկեչական ստեղծվեց, դա մերն էր։ Թիվը արդեն ինքը խորհրդանշում է Ռուսաստանի համար դժվար տարիներ։ Փաստորեն բիզնես սկսելու համար ռիսկային ժամանակահատված էր, բայց դուք համարձակվեցիք, նախաձեռնեցիք եւ այսօր արդեն այս արդյունքներն են։ Մեզ համար հետաքրքիր է գայացման դժվարությունները ու նաեւ որն էր շրջադարձային պահը, որ կարողացաք հաղթահարել այնուհետեւ ստանալ այս ամենը։ Գիտեք, երբ որ բիզնեսը սկսեցինք, չէինք հասկանում դժվարությունները։ Երևի շատ բաներ հաղթահարում էինք, որովհետև չէինք հասկանում դրա հետագա բարդությունները, հետագա խնդիրները։ Հետո տարիքը երիտասարդ տարիքում ամեն ինչ թվում է հեշտ եւ ամեն ինչը հեշտ է լուծվում է։ Դրա համար ստեղծելով մի պայման, երբ որ մենք կարող ենք այդ էվոլյուցիայի դաշտում մեզ զգանք լավ, զգանք մեզ որպես մեր հետնորդների շարունակող եւ կարողանանք ամենակարևորը, որ մեր գիտակցած մասնագիտությունը, մեր սովորած մասնագիտությունը առաջ տանենք, այդ բոլոր հասկացողությունները բերեցին նրան, որ երևի այն ժամանակ թվում էր, թե մի քիչ էլ ինչ որտեղ ավանտյուրա էր դա, որ կարելի էր արդյոք 91 թվականին օֆիցիալ գրանցել հիմնարկ եւ աշխատել, որտեղ բոլոր իմ ընկերներս ինձ քննադատում էին դրա համար եւ ասում էին շատ պիտի փոշմանես, բայց երևի ներքուս մի զգացմունք, մի ինչ որ ներքուստ համոզմունք կար, որ ճիշտ եմ անում ամեն ինչ։ Ռուբիկոնը հաղթահարեցին եւ այսօր արդեն ռուսական շուկայում էսթետի մասին գիտեն բոլորը։ Գործընկերներն էլ, մրցակիցներն էլ ընդունում են այս ոսկերչական տան առավելությունները։ Իսկ հաջողությունների ընկերության ղեկավարի խոսքերով հասել են շնորհիվ թափանցիկության, որն ահռելի ուժ է համարում Գագիկ Գևորգյանը։ Հենց այդ որակի հաշվին այսօր էսթետի մասին գիտեն անգամ բարձրաշխարհիկ միջավայրերում, իսկ մեդիաներն էլ հեղեղված են նմանատիպ մեկնաբանություններով։ Ювелирный дом «Эстет» всегда остается в центре культурных событий страны. Организовывает дефиле, презентации, встречи с культурой и бизнес-элитой страны. Уникальные арт-проекты и модные показы совместно с домом «Эстет» создают видные художники и модельеры России, такие как Никос Сафронов и Вячеслав Зайцев. Искусство мастеров за годы существования дома привлекло внимание многих знаменитостей. Люди, побывавшие здесь, чаще всего становятся друзьями и постоянными покупателями украшений от «Эстет». Среди обладателей изделий Ангелина Вовк, Филипп Киркоров, Оксана Федорова, Ольга Кабо, Елена Ханга, Елена Ищеева и многие другие знаменитости. Уже много лет ювелирный дом «Эстет» поддерживает конкурсы красоты и талантов, организовывает модные дефиле и принимает в них участие. В своих показах украшения от «Эстет» использовали модные дома Италии и Франции. Знаменитые Вера Вонг, Хаяри, Кристиан Лакруа и Валентина. Էստետ առանձնանում է առաջին նրանով, որ հիմքը էստետի հայերն են, հայկական կարելի ասել հիմնարկ է, որտեղ մեր 1100 հոգու աշխատողներից 350-ը հայեր են։ Արտասահմանում գտնվող ամենամեծ հիմնարկներից մեկն է աշխարհի մեջ։ Այսինքն այդքան հայ միտեղ ինքներդ հասկանում եք, որ դժվար է հավաքել, որտեղ հայեր են, բայց ասենք սովորական հայեր չեն, բոլորը մասնագետներ են եւ ունիկալ մասնագետներ են, հատուկ մասնագետներ են։ Ոսկեչությունը շատ բարդ արվեստ է եւ մենք էլ քանի որ մեր բրենդը բարձր ենք պահում, մեզ մոտ պետք է աշխատեն լավերի լավագույնները։ Դրա համար իհարկե մեծ աշխատանք ենք կատարում այդ լավագույն մասնագետներին փնտրելու, գտնելու եւ մեզ մոտ հրավիրելու համար։ Իսկ մեզ մոտ էլ երբ որ աշխատում են, իհարկե իրենց անունը շատ բարձրանում է, որովհետեւ հիմա մենք դիզայներներ ունենք, որ աշխարհահռչակ մարդիկ են եւ ամբողջ աշխարհում իրենց ճանաչում են եւ իրենց արվեստը շատ բարձր մակարդակի վրա են բարձրացնում։ Դրանով էլ մեր հայ ազգի պատիվն են բարձրացնում եւ ամբողջ աշխարհում հայը որպես ոսկեչական ազգ այսօր հայտնի է եւ ուրախալի է, որ մենք ճիշտ է ուրիշ տեղեր էլ առավելություններ ունենք, բայց ոսկեչությունը հիմա շատ երկրներում կապում են հայերի հետ, նույն ասենք Լիբանանում, Բեյրութում, ամբողջ հայ ինդուստրիան հայերի ձեռքում է, նույն Թուրքիայում, որտեղ ասենք հայերը այսօր այդքան շատ չեն, բայց իրանց ասենք ոսկեչական ասոցիացիայի նախագահ անդամների մեծ մասը էլի հայեր են։ Չեմ ասում Ֆրանսիայի մասին, որտեղ 450,000 հայ են ապրում եւ լավագույն դիզայներները Ֆրանսիայի, որոնք Cartier, Van Cleef-ի եւ մյուս համաշխարհային բրենդների համար աշխատում են, ելի հիմնական լավ դիզայներները, ոսկերիչները հայերն են։ Եվ տենց անհամար կարող եմ շարունակել։ Էսթետում ամեն ինչ էսթետիկ է։
Ընկերության նորակառույց շենք ոտդրեցինք մեր ստեղծագործական խմբով։ Բառերով նկարագրելն իհարկե համազոր չէ իրական զգացողություններին։ Վառ էմոցիաները համակում են 100%-ով։ Այս շենքում է տեղակայված Եվրոպայում ամենախոշոր ոսկերչական արտադրությունը։ Գեղեցկության շլացուցիչ ցուցափեղկերում աչք են շոյում ընկերության վարպետների լավագույն հավաքածուները, բայց ամենի մասին հերթականությամբ։ Ոսկերչական կայսրության հիմնական ներուժը կենտրոնացված է արտադրությունում։ 1200 աշխատողներից շուրջ 400 հոգի, իդեպ նրանց 85%-ը կանայք են, աշխատում են թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի, առանց թանկարժեք քարերի արտադրության ու կիսաֆաբրիկատների, գերմանական, իտալական ու ճապոնական լավագույն սարքավորումներով զինված արտադրամասերում։ Ամեն ինչ սկսվում է նախապատրաստական արտադրամասից։ Այստեղ 99%-ով աշխատում են միայն ազնվագույն մետաղով, շատ բարձր ջերմահաղորդականություն ու էլեկտրահաղորդականություն ունեցող ոսկով։ Տարբեր հարգերի ոսկու միաձուլումից ստանում են դեղին, սպիտակ ոսկին։ Այս գործընթացին զուգահեռ դիզայներների աշխատանքը այս սարքերում փոխակերպվում է մոմեզարդի, պատրաստվում է նախօրինակը, որը 74 աստիճանի տաք հալած մոմով բազմացվում է։ Զարդերի մոմետոնածառերը տեղափոխվում են ձուլարան։ Ձուլիչ մեքենաներում մշակվում եւ վառվում են 750 աստիճանի տակ։ Դրանից հետո լցվում է մետաղը։ Բայց սա միայն գործի սկիզբն է։ Դրան հաջորդում են զարդերի մշակման, միայն այստեղ կիրառվող քարերի հատուկ ամրացման ու փայլեցման գործընթացները։ Միջին աշխատավարձը արտադրությունում 50,000 ռուսական ռուբլի է։ Տարեկան էսթետում արտադրվում է ոչ պակաս 3 տոննա զարդ։ Այստեղ աշխատում են ըստ պահանջարկի, իսկ հայ վարպետների աշխատանքների պահանջարկ աշխարհում միշտ էլ եղել է, կա ու կլինի, քանզի նրանց գործերը ոչ միայն ձեռքի, այլև հոգու եւ սրտի աշխատանք են։ Հայը ուրիշ ձև է մոտիկանում ոսկին, այդ զարդին, ուրիշ ձև է նայում ու հայը ձեռից իմ կարծիքով ստացվում է ավելի հետաքրքիր գործ, որը կարող է հապագայում ունենա մեծ պահանջ եւ երևի որ միջև հիմա մեկ կակ ստացվում է դա ցույց է տալիս որ դա ցույց կա ոսկի չէ պետք է հոգի ներդնի այդ գործի մեջ անպայման մեր մոտ հիմնականում արհեստավարժ ոսկերիչներ են աշխատում տարբեր տեղերից եւ Ռուսաստանից եւ Հայաստանից հրավիրում ենք բոլորին հնարավորին չափ աշխատում ենք որակյալ մասնագետների ընդգրկեն գործի մեջ ու վերջնական գործն դուրս է գալիս շատ իդեալական։ Ապարանջաններ, մատանիներ, ականջողեր, ժամացույցների շղթաներ, տեսականի մեծ է թե կանանց եւ թե տղամարդկանց համար, բայց ինչ կանացի զարդատուփ առանց մարգարիտների։ Դրա մասին էլ հոգացել է էսթետը։ Մարգարիտների արտադրության կանադյան ջեմ ընկերության հետ է համագործակցում Ջեմ Էստ ձեռնարկությունը։ Այստեղ բնական մարգարիտները դարձյալ կանացի մատների նուրբ հպումով վերածվում են ոսկերչական իրի։ Թայիդի կղզու մուգ գույնի, քաղցրահամ ջրերի վարդագույն մանուշակագույն, ավստրալիական սառը սպիտակ ու ոսկեգույն եւ ճապոնական ակոյա կլոր մարգարիտներով է ներկայանում ընկերությունը։ Իդեպ մարգարիտը միակ քարն աշխարհում, որ տեխնիկապես չի մշակվում։ Տարից տարի համաշխարհային շուկայում մեծանում է նաև մարգարիտի պահանջարկը, եւ որպեսզի կարողանանք տարբերակել բնականը արհեստականից, լսենք մասնագետին։ Նախ իրենց քաշով են տարբերվում, արհեստականը շատ թեթև ենք լինում, եւ երկրորդը, երբ որ իրար հպենք կամ ասում են ատամին որ հպենք, ինքը ավազի զգացություն, ասենք փշոտ ինչ-որ զգացություն եք ունենում, իսկ եթե արհեստական, ասենք շարիկներ են պարզապես, նրանք սահում են։ 3 կարգով, 2 ավստրալիական եւ 1 սև շղթաներով մարգարիտը ապարանջանը ավելի քան 2 միլիոն ռուբլի արժողությամբ ընկերության ստեղծած լավագույն նմուշն է եւ այն կերազի կրել յուրաքանչյուր կին։ Առանց անցյալի չկա ապագա։ Եթե այսօր ներդրումներ չկատարվեն նաև երիտասարդ սերնդի համար, հայ ոսկերչական հիմնադրամի կարևոր ծրագրերից է կրթականը, որի նպատակն է հավաքել աշխարհի ամենատաղանդավոր երիտասարդ հայ ոսկերիչներին, առաջարկով շարունակել ուսումը ոսկերչական ոլորտի ամենահայտնի եւ ամենահեղինակավոր հաստատություններում։ Եվ եթե նրանցից գեթ մի քանիսը դառնան համաշխարհային հեղինակություն վայելող վարպետներ, ապա վստահաբար կարելի կլինի ասել, որ ծրագիրը հաջողվել է։ Առաջին դպրոցը 10 հայ երիտասարդի ընդգրկմամբ էսթետում բացվել է 1 ամիս առաջ։ 1 ամյա կրթությունից հետո նրանք ազատ կլինեն իրենց ընտրությունում, կարող են մնալ ընկերությունում, կարող են գործունեություն ծավալել այլ վայրերում։
Աննան միակ աղջիկն է այստեղ, համոզված է սա զոտ կանացի մասնագիտություն է, քանզի ոչ մի տղամարդ չի կարող զգալ ու գնահատել զարդի ողջույությունը, ինչպես նրանց լավագույն գիտակները, կանայք։ Я думаю, не стоит разделять мужскую профессию, женскую. Везде и женщины, и мужчины могут достичь каких-то больших высот. Тем более, если есть какой-то творческий подход к делу и интерес. Главное, я думаю, это интерес к работе. А это у нас есть, и у меня тоже. Ամենակարևորը, որ հաճույք ենք ստանում դրանից, մեր աշխատանքից, չենք հոգնում էլ, ավելի ու ավելի ուզում ենք զարգացնենք մեզ։ Ու այդ մեր գիտելիքները, ինչ որ ստանում ենք, ավելի ենք ուզում խորանանք մեջը, ու որ այդ մեր գիտելիքները կարենանք ի օգուտ ոչ թե մեզ, այլ մեր ազգի համար, մեր ազգի մշակույթը, մեր ամեն ինչը առաջ տանելու համար։ Ոսկերչության հայկական ավանդույթներ ու եվրոպական ժամանակակից ոճ, պատանիները հմտանում են այս ամենում հենց գործնականում։ Ծրագրի համակարգող AJ-ի ռուսաստանյան թևի նախագահի տեղեկացմամբ դպրոցներ հիմնադրվելու են նաև Հայաստանում ու Արցախում։ Ծրագրել ենք դեր մի քանի դպրոց բացելու, այս մեր AJ-ի պրոյեկտներով, առաջինը Ստեփանակերտ քաղաքում, հաջորդը երևի կլինի Երևան եւ Լոս Անջելես։ Ահա եւ AJ-ի առաջին դպրոցի առաջին մատանին, որը աշակերտների բարի կամքով եկավ Արցախ։ Իդեպ անհրաժեշտության դեպքում եռանդուն ու գործունյա այս պատանիները նույնպես կգան ու ներդրում կունենան Արցախում եւս ոսկերչական արվեստի զարգացման գործում։ Շատ հայրենասեր մարդ եմ։ Ես դաժե պատրաստ եմ Ղարաբաղում ապրել, սահմանի վրա էլ, մենակ որ մեր երկիրը ամրանա ու ի վնաս թշնամուն մենք ցույց տանք, որ մենք կարում ենք ու կարանք առաջ գնանք ու զարգացնենք մեր ամեն ինչը։ Մեր բիզնեսը հիմնականում արտադրողական բիզնես է, այսինքն մենք միայն արտադրում ենք։ Խանութները ֆրանչայզինգի խանութներ են, այսինքն մարդիկ մեզանից մեր անունը առնում են, իր խանութը բացում են եւ աշխատում են մեր ապրանքով, բայց դրանք իրենց խանութներն են։ Տենց խանութների թիվը այսօր 53 հատ է, ամբողջ Ռուսաստանում մեկ եւ ցանկացողներ շատ կա, բայց մենք սահմանափակում ենք խանութների քանակը։ Իսկ ինչ վերաբերում է մեր պարտներներին, այսինքն խանութներին, որոնք աշխատում են մեր ապրանքով, դրանց թիվը 8500-ից ավել է։ Ճշմարիտ էսթետ Գագիկ Գևորգյանը համարում է, որ մարդկային հարաբերությունների ներդաշնակումը հնարավոր է գեղեցիկի եւ բարոյականի շաղկապումից։ Այս սկզբունքի հավաստումն ակնհայտ է ամեն ինչում, արտադրական գործունեությունից մինչև վարչական ու տեղեկատվական բաժիններ։ Էսթետ ոսկերչական տանը հանգուցալուծվում են բոլոր օղակները, սակայն այն փակ շղթա չէ, այլ բացհարթակ բոլոր աշխատակիցների համար։ Այստեղ մասնագիտորեն են վերաբերում ամեն ինչին եւ հատկապես իմիջին, փայփայում են հեղինակությունը եւ դա ակնհայտ է մանրուքներում անգամ։ Ընկերությունը հավակնոտ ծրագրեր ունի, նոր շենքում նախանշում են ընդլայնել արտադրությունը, տեխնոլոգիական նորարարությունները եւ յուրաքանչյուր աշխատողի համար բացել նոր հնարավորություններ ինքնադրսևորվելու համար։ Ասպարեզում առաջատար դիրքերում են շնորհիվ արտադրական կառավարման եւ ստեղծագործական առավելությունների։ Իմ աշխատանքս ավելի շատ մարդկանց հետ է, սիստեմը ստեղծելու մեջ է եւ դա կառավարելու մեջ է։ Իսկ ամեն պրոֆեսիոնալ իր գործով է զբաղվում, կամ դիզայներներ, կամ ոսկերիչներ, իրենց ղեկավարներ, պահեստներ, հազարու մի մասնագիտություններ կա մեր մոտ, մի քանի տասնյակ մասնագիտություններ եւ ամեն մեկը իր մասնագիտության պրոֆեսիոնալը պետք է լինի։ Ես չեմ կարող բոլորի փոխարեն ամեն ինչ անել, բայց ամեն դեպքում կոնտրոլ որոշակի անում եմ, իհարկե։ Ես գիտեմ ինչ տենդենցիաներ կան, ինչ ուղղությամբ պետք է զարգանանք, ինչ ասենք նիշանների մեջ պետք է աշխատենք, նկատի ունեմ արժեքային նիշանները, թանկ գործեր միջին կամ ասենք էքսկլյուզիվ աշխատանքներ, այդ պրոպորցիաները իհարկե ես եմ ստեղծում եւ որոշակի չափով ղեկավարում։ 1997-ին հայ ոսկերիչները միավորվեցին մեկ միասնական գաղափարի շուրջ, ստեղծելով հայ ոսկերիչների համաշխարհային միությունը։ Այսօր այն ղեկավարում է Գագիկ Գևորգյանը։ Միության անդամները, ովքեր միաձայն նախագահ ընտրել են Մոսկվա բնակ բիզնեսմենին, կարծում են, որ Գագիկ Գևորգյանի էներգիան ու գործարար խորաթափանցությունը միությունը իրավամբ կդարձնի համաշխարհային լայն ճանաչում վայելող անուն ու հզորագույն ցանց։ Այդ միության գաղափարը իհարկե ծնվել է մեր անդամներից Պիեր Ակելյանի եւ մի քանի ուրիշ անդամների մոտ եւ ժամանակին իրենք կարողացել են այդ միությունը մեր հայկական կառավարության հետ միասին ստեղծել եւ որոշակի զարգացում է ունեցել։
Գաղափարը հոյակապ է, քանի որ տարբեր երկրում աշխատող հայերը միշտ չէ որ կարողանում են իրար հետ կոնտակտի մեջ մտնեն, իրար հետ ծանոթանան, չէ որ ամեն ինչի հիմքը, ամեն մի բիզնեսի հիմքը ծանոթությունն է եւ ինֆորմացիան է։ Այդ ինֆորմացիայի պակասն էր, միշտ սովը կար։ Ստեղծելով այս հիմնարկը մենք կարողանում ենք միմյանց հետ կիսվենք ինֆորմացիայով, տանք լավ, ասենք, ինչ որ իդեաներ, լավ խորհուրդներ, ասենք կան անդամներ Ամերիկայում, որոնք քար առնելու կարիք ունեն, թանկարժեք քարերի մասն է խոսքը։ Մենք ծանոթացնում ենք մենք Հոնկոնգի, Թայլանդի մեր ընկերների հետ։ Առաջ ես չգիտեի, որ այսքան տաղանդավոր հայ ոսկերիչներ ունենք աշխարհի մեջ։ Ասենք Ռուսաստանի, Հայաստանի մեր տղաներին, ընկերներին բոլորի հետ ծանոթ ենք եւ աշխատում ենք, բայց ես չգիտեի Ֆրանսիայի մեր տաղանդավոր դիզայներներին, ես չգիտեի Թայլանդի մեր լավ բիզնեսմեններին, ես չգիտեի որ Ճապոնիայի լավագույն մարգարիտ ծախողները, ասենք վաճառականները հայեր են, կամ Ավստրալիայի լավագույն օպալ ծախողները եւ մշակողները հայեր են։ Այդ ինֆորմացիան չունեինք, կամաց-կամաց որ սկսում ենք զարգացնել մեր AJ աշխատանքը, հասկանում ենք, որ մեր հայ ազգը սփռված լինելով ամբողջ աշխարհում, այս բիզնեսի հիմքն է կազմում։ Երկու տասնամյակից ավել Էսթետ ոսկերչական տունը ներկայանում է նրբագեղ հավաքածուներով ու էքսկլյուզիվ գործերով, համատեղելով նորաձևությունն ավանդույթները։ 2000 թվականից ընկերությունը Ադամանդե հավաքածուներով գերել է եվրոպական շուկան։ 2006-ին Էսթետ ոսկերչական տունը ռուսական ոսկու շուկայի լավագույն հնգյակն է ամբողջացնում։ Մարքեթինգային ցանցի զարգացման նոր ալիքը 2009-ին էր։ Լավագույն հավաքածու, լավագույն դիզայներական մտահղացում, լավագույն հեղինակային գործ մրցանակային անվանակարգերը բնորոշում են Էսթետ ոսկերչական տունը։ 2010-ին Էսթետ ոսկերչական տունը արժանանում է Մոսկովյան որակ տիտղոսին, մասնակցություն բազում խոշոր ու ճանաչված ոսկերչական ցուցահանդեսների Լաս Վեգասում, Հոնկոնգում, Մոսկվայում, Բազելում եւ շատ այլ քաղաքներում, փորձի փոխանակում եւ նոր գործընկերության հաստատում, անկրկնելի ու նորաձև զարդեր, ոսկյա, արծաթյա, թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերից։ Ընկերության խանութ ցուցասրահը հրաշալի բիզնես միջավայր է, համոզված է Էսթետ Հոլդինգի ղեկավարը։ Ինչ վերաբերվում է, ասենք, այս գոտուն, ստեղ գտնվում են մեր բիժուտերիայի բաժինն է, որոնք իսկապես շատ բարձր որակի, բարձր մակարդակի աշխատանքներ են, ուղղակի, ասենք, ադամանդի փոխարեն Սվարովսկու կրիստալներով ենք անում այս ամեն ինչը, քանի որ հիմա կրիզիս է, մարդիկ այդքան գումարներ չունեն եւ, ասենք, ադամանդի մեջ մեծ գումարներ չեն կարող դնել։ Մենք աշխատում ենք նաեւ արտասահմանի լավագույն դիզայներների հետ, ասենք, Ամերիկայում կամ ուրիշ երկրներում, Ֆրանսիայի, Իտալիայի դիզայներների հետ։ Հիմնականում իրենց իդեաներն ենք մենք վերցնում, իհարկե պատրաստում ենք այստեղ այդ ոսկեչական իրերը, բայց իդեաները, ասենք նախագծերը ամենին արվում են արտասահմանում։ Այդպիսով մենք ունենում ենք եվրոպական կամ ամերիկյան կուլտուրա, բայց հայկական դեմքով։ Քանի որ մեր հայերը իսկապես այդ երկրների լավագույններն են, սենց թե ուզենք թե չուզենք, դա տենց է իրականություն է։ Մեր կարևոր նպատակը ճիշտ է բիզնեսն է, մարքեթինգի զարգացումն է, բայց միևնույն ժամանակ հայկական մոտեցումն է։ Մենք հայեր ենք մանգալին, որոնք կարող են իսկապես մեր ազգի պատիվը այդ նույն կարծեի, Բանկլիֆի կամ ասենք եվրոպական մյուս կարևորագույն ժամացույց բրենդների Ֆրանկ Մյուլլերի եւ այլ կարողանանք իրենց միջոցով տարածենք մեր ազգի պատիվը։ Էսթետ ոսկերչական տան խանութ ցուցասրահում միշտ արկա է 15000 կտոր զարդ։ Ամեն ամիս տեսականին նորացվում է 100,000 նոր ու անկրկնելի զարդերով։ 8000-ից ավելի գործընկեր Ռուսաստանի Դաշնությունում, Եվրոպայում եւ ԱՊՀ երկրներում զբաղված է Էսթետ ոսկերչական տան բրենդի վաճառքով։ Ընկերության նորություններից են ժամացույցների հավաքածուները։ Մենք ինքներս չենք արտադրում ժամացույցներ, բայց ժամացույցների դիստրիբյուտորն ենք եւ 7 շվեյցարական տարբեր մագնիշի ժամացույցների հիմնական վաճառողը մենք ենք Ռուսաստանում։ Ժամացույցները շատ կարեւոր են մարդկանց կյանքում եւ տղամարդկանց մոտ եւ կանանց մոտ։ Այդ իսկ պատճառով ուզում ենք, որ ժամացույցների կուլտուրան մեր ազգի մեջ տարածվի եւ իհարկե ունենք լավ հայ ոսկերիչներ, որոնք նաեւ ժամացույցներով են զբաղվում, բայց նաեւ ունենք հենց ժամագործներ, հայ լավ ժամագործներ կան, որոնց մասին քչերը գիտեն, բայց իրենց սկսում ենք մենք տարածել եւ AJ-ի սահմաններում ուզում ենք, որ իսկապես այդ մարդկանց ամբողջ աշխարհում մեկ ճանաչեն։ Ես ժամացույցները սիրահար եմ։ Եվ ձեր ֆիրմային ժամացույցներն եք կրում։ Տարբեր, մերն էլ եմ կրում իհարկե, բայց ասենք բոլոր միրավոյ բրենդների սիրում եմ։
Որ բրենդ է նկարում։ Ну, այսօր Վիշորեն Կաստանցին այսօրվա բրենդը, որը աշխարհի լավագույնն է համարվում այսօր։ Համար առաջի բրենդն է ինքը։ Սիրում եմ մեր հայ Վարդանի Ֆրանկ Մյուլլերի ֆաբրիկայի աշխատանքները, շատ լավ ժամացույցներ ունի ինքը։ Եվ մեր ֆրանսիական լավ ժամացույցների մի հատ դիզայներ ունենք, Հովելը, որը շատ լավ մասնագետ է, իր ժամացույցներն եմ հագնում։ Այսինքն, եթե հայ ժամագործ կա, ես իր ժամացույցը պետք է ունենամ։ Նորաձև միտումներ ու արիստոկրատ դիզայն, այսպես են բնորոշվում ընկերության նկարիչ դիզայներների օրիգինալ մտահղացումները։ Ցուցասրահի հատուկ թանգարանային անկյունում էսթետ ոսկերչական տան գլխավոր նկարիչ Ռոբերտ Մելքումյանի արվեստի գլուխգործոցներն են, ումի դեպ աշակերտել է Գագիկ Գևորգյանը։ Այսօր նա հպարտությամբ ընդգծում է, որ իրեն հետաքրքիր է հետևել Ռոբերտ Մելքումյանի տաղանդի էվոլյուցիային։ Ձեր համար այսօր պատմական օր էր, որ իր հետ ծանոթացաք։ Հետո ինքը, ասենք, շփման առումով մի քիչ ավելի սահմանափակ է, շատ չի սիրում մարդկանց հետ շփվի, արվեստագետները մի քիչ ավելի կոնսերվատիվ են եւ այդ առումով ուրախ եմ, որ ձեր հեռուստացույցանը ինքը կարողացավ ինտերվյու տա։ Обычно говорят, что художники люди эгоистичные. Я с этим не согласен. Они, творческие люди, думают не о себе, они думают о своем. Это разные вещи. Когда есть этот процесс, уже происходит этот процесс, если кто-то мешает этому процессу, он отходит. Хочет, чтобы его оставили в покое. И говорит, вот, еще и эгоист, думает, это не так. Они думают о своем, не о себе. Процесс неконтролируемый. Невозможно это контролировать, невозможно заказать. По заказу настоящая вещь, вот, например, наш президент Гагик Гургенович, он умница, он понял это уже давно, как можно со мной общаться, что со мной можно, что нельзя. Он сразу понял, мне нужны две вещи. Это полная свобода и, конечно, аплодисменты. Ну, я артист, я тоже падок на аплодисменты, так что я не скрываю. И Гагик Гургенович понял это и дает полную свободу полностью, 100% свободу. Սրանք թանգարանային գործեր են, որը ամեն մի թանգարան պետք է երջանիկ լինի, sense բաներ ունենալ, օգրությունը քարի, ինչ որակա, sense ամեցից տես չափսի, sense մաքուր, sense обработкայով. Это уникальная вещь, конечно. Музейная работа. Նկարիչների միջազգային հիմնադրամի անդամ, Նկարիչների միջազգային միության անդամ, բազում մրցույթների ու ցուցահանդեսների հաղթող Ռոբերտ Մելքումյանի գործերը ամբողջ աշխարհում բացառիկ են խենթ դիզայնով ու բնության մոտիվների, գունային երանգների, բարդ համադրությամբ ու լուծումներով։ Էմալե ծաղիկներ, մանրանկար ու բնանկար, թանկարժեք քարերով ձուլվածք։ Մաեստրոն հրաշքներ է գործում արվեստանոցում։ Я никогда не отвечу на этот вопрос. Как появляется, допустим, вещь, как появляется новая идея. Это неконтролируемый процесс тоже. Невозможно определить. Если кто-нибудь найдет ответ на этот вопрос, я скажу, что да, он очень умный человек. Я не готов ответить на этот вопрос. Я не знаю. Երկու գույն է, հա, այդ իր գաղտնիքն է։ Չէ, տարբեր քայր է, վրայինը ուրիշ է, ներսը ուրիշ է, բայց ոնց է արել ոչ մեկը չգիտի, նույնիսկ ինձ չի ասում։ Չէ, ես գիտեմ իհարկե, բայց ինքը չգիտի, որ ես գիտեմ։
բայց այդ իր գաղտնիքն է, բայց ոչ մեկը չի կարող հասկանալ, թե ոնց արվում։ Ասելիքը ծնվում է ազատությունից, համոզված է հայտնի արվեստագետը։ Նկարիչը բիզնես ոլորտում չկա, իրական աշխարհում ինֆորմացիա կրողն ենք ու ներկայացնողը գեղարվեստի ճակատում։ Ինդուստրիալ դիզայները բծախնդրորեն պատվերներ չի ընդունում, որովհետև բարձրաճաշակ կնոջը նա գտնում է նորաձևության ու արվեստի ազնի որոնումներում։ Люди от рождения до последней минуты все люди получают информацию. Мы приемники информации. Есть определенное качество мозгов, которые, получая эту информацию, эта информация переводится, накапливается, потом выходит вдруг, независимо от ничего, и выходит в виде хорошего стихотворения, прекрасной музыки, хорошей картины, вещи. Это накопленная информация. Մենք ինչ հետաքրքիր մարգարիտները կպցրված չեն, բայց երբեք իրանք չեն ընկնի, մեկը մյուսին պահում է։ Այսինքն ինձ անսպասելի ինչ որ баներ անում, էլի, գիտես, սրան արդեն որպես ոսկեչական իրել չես կարող ասես, էլի, այդ արվեստի գործ է, մարդը արվեստ է ստեղծում։ Я никогда в жизни не делал заказы. Появляется идея независимо от того человека. Если я буду считать, что вот эту вещь я делаю для определенного количества женщин, допустим, да, у меня ничего не получится. То есть мне я всегда считал, что лучше как вам объяснить это? Лучше пусть женщина ищет то, что он видит там, а не я буду искать женщину, для которой я буду делать вещи. Это не самомнение, это ничего подобного. Я считаю, что лучше... Вот есть вещи, есть интересно. И обычно говорят, если из 10 вещей две работы получается, которые считаются искусством, так сказать, он самодостаточный художник уже. Я, по-моему, перевыполнил этот план. Да, не 2 вещи, а чуть больше. Скромно я скажу, что чуть больше. Вы же видели мои вещи? Видели. Нравятся они вам? Не очень. Не очень. Это тоже правильно, потому что если кто-нибудь скажет, что все вещи нравятся, этот художник умер уже. Так нельзя. Есть вещи, которые нравятся, есть, которые не нравятся, есть слабые вещи, есть около 150 работ у меня в коллекции. Я считаю, что 20-30 можно выбросить. Вот так я считаю. Есть, я знаю, допустим, на выставке женщина, которая посмотрела мои работы, сказала, что какой ужас, какой кошмар, разве это можно носить? Я считаю, что это большим комплиментом для меня. Вот тоже есть такое мнение. И, в общем, я считаю, что не для всех. Էսթետ ոսկերչական տանը նորաձևությունը բխում է նկարիչների էությունից, կրեատիվ մտածելակերպ ու ինքնատիպ լինելու ցանկություն։
Նորաձև տենդենսների թելադրանքը էսթետ ոսկերչական տան ոսկերիչ եւ դիզայներ Վահագ Մկրտչյանի աշխատանքներում զգացմունքայնությունն է։ Երիտասարդ նկարիչը գլխավորել է ոսկերիչների այն խումբը, ովքեր մասնակցել են նորին սուրբոցություն Տեր ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II գավազանի ստեղծմանը։ Հայոց եկեղեցու խորհրդանիշների ուսումնասիրությունը Վահագի համար նոր գաղափարների սկիզբ է։ Հիմա անում ենք Մոսկվայի հայ եկեղեցու, առաքելական եկեղեցու համար Սուրբ Սեղանի պարագաներն են այնտեղ հիմնականում, անում ենք երկրորդ գավազանը արդեն Եզրասի եպիսկոպոսի համար, երբ որ կա աշխատանքից բացի նաև մեծ հավատ ու իսկապես զգացվում է թե կաթողիկոսի համար, որովհետև պարագա ստեղծելը, թե հայ եկեղեցու համար, որ գիտակցում է, որ ամբողջ հայ ազգը գտնվող Մոսկվայում գալու այդ պարագաներն է տեսնելու, դրանցից է օգտվելու, շատ հարս ու փեսաներ, գավաթից են խմելու գինին ու նշխարն են դրանից ուտելու, շատ ոգևորում է, շատ հետաքրքիր է, շատ հաճելի է նաև։ Կարծում եմ, որ այդ համախմբվածությունը, այդ գարմոնիան, այդ պահանջների, թե էմոցիաների, թե ցանկությունների այդ գարմոնիան իսկապես տալիս է հետևյալ արժեքը, որ մենք ներկայումս ունենք։ Որքան հեռու կարող է տանել մտքի թռիչքը, այնքան էլ բարձրարժեք են ծնվող գործերը։ Պրեմիում կարգի էսթետիկական գործերով է ներկայանում էսթետ ոսկերչական տան ոսկերիչների խմբի մեկ այլ ղեկավար Արսեն Թորոսյանը։ Նրա ծաղկե փունջ, ջազ եւ շատ այլ հավաքածուները նորաձևության ինդուստրիայում արիստոկրատ դիզայնի լուրջ հայտերից են։ Ինչ է երազում կինը կամ տղամարդը, Արսենը բանաձևել է իր գործերում։ Թեմաներ կան, որ ինքը նստինքյան ծնվում են, դա չես կարող ասել ոնց է ծնվում, ուղղակի ասենք շատ գեղեցիկ գործերը միշտ իրանք ուղղակի ծնվում են եւ գտնում են այս աշխարհում իրանց տեղը, ոնց որ ասած, եւ արժանանում են շատ բարձր արժեքների։ Կան նաեւ թեմաներ, որ փորձում ենք ինչ-որ թեմա վերցնենք եւ այդ թեմայի շուրջ ստեղծագործել, դա էլ արվում։ Տրամադրությունից է կախված, ավելի շատ քան թե ինչ-որ ուրիշ բանից։ Եթե բոլորը համապատասխանում ամեն ինչ, ինքը շատ ճիշտ է դուրս գալի, շատ արագ եւ մնացածը արդեն տեխնիկական կողմն է, որը որ կախված է մեր հնարավորություններից ու բավականին արագ ստացվում է։ Շատ կարևոր է նաև, որ ժամանակի մեջ անես, ստեղծագործես։ Այսինքն, եթե դու այս ժամանակի մեջ ստեղծագործում ես ինչ-որ հին ոճով, դա իմը չի, ես աշխատում եմ հինը նոր ձևով ներկայացնեմ կամ ասենք ինչ-որ նոր ձևը, ավելի ակտուալ ձևի ներկայացնել։ Էսթետ ոսկերչական տունը աջակցում է տաղանդների բացահայտմանը եւ նորաձևության մրցույթների կազմակերպմանը։ Առանց ավելորդ համեստության այս ընկերությանը կարելի է անվանել աշխարհի ոսկերչական տների լավագույններից մեկը։ Էսթետի յուրաքանչյուր հավաքածուում իրավամբ համադրված են նորաձևությունն ու ավանդույթները, էլեգանտությունն ու շիկը, դասականն ու ավանգարդը։ Այս ամենն անտարբեր չի կարող թողնել եւ ոչ մեկին։ Մեր ճանաչողական այցն ինքնանպատակ չէր, այլ ուրվագծում էր այն հեռանկարը, որն այլևս երազանք չի լինելու։ Անցած տարեվերջին Արցախի նախագահ Բակո Սահակյանն հյուրընկալել է էսթետ ոսկերչական տանը եւ գործնական բոլոր պայմանավորվածությունները ձեռք բերել Արցախում ոսկերչական ավանդույթները վերականգնելու համար։ Գագիկ Գևորգյանը մեզ ներկայացրեց Արցախյան նախագիծը։ Ինչ վերաբերում է մեր Արցախի պրոյեկտին, իհարկե մենք ուզում ենք, որ մեր հայ ազգի լավագույն մասը Արցախում բնակվող մեր քաղաքացիները կարողանան ստանան այն կրթությունը ոսկեչական ոլորտում, որով մենք շատ շահագրգռված ենք։ Քանի որ այնտեղ էլ կան շատ տաղանդավոր աղջիկներ, տղաներ, որոնք կարող են ապագայում մեր ազգի պատիվը բարձրացնել ոչ միայն Արցախում կամ Հայաստանում, այլ ամբողջ աշխարհի մեջ, որտեղ գիտենք, որ ոսկեչությունը սահմաններ չունի եւ ոսկեչական արվեստը պիտի տարածվի ամբողջ աշխարհում։ Այդ պատճառով կուզենայինք, որ Արցախում գտնվող այն տաղանդավոր շնորհալի երիտասարդներին, որոնք ցանկություն ունեն ոսկեչության մեջ առաջ գնալու, կուզեինք պայմաններ ստեղծեինք, որպեսզի իրենք կարողանային դրսևորեին իրենց հատկությունները, իրենց տաղանդը։
Այդ կապակցությամբ որոշեցինք Արցախում այս տարի կազմակերպենք դպրոց, որտեղ կընդգրկենք ցանկացողներին, շնորհված երիտասարդներին, որոնք որոշ մի կես տարվա անգամ 1 տարվա ընթացքում կստանան մասնագիտություն եւ կդառնան լավ մասնագետներ։ Իսկ հետագայում իհարկե հույսով ենք, որ պայմաններ կստեղծվեն նաև բիզնես անելու, բիզնես, ասենք, որոշակի ստրուկտուրաներ ստեղծելու, որպեսզի այդ մասնագետները հնարավորություն ունենան նաև աշխատելու։ Այդտենց ցանկություններ ունենք, քանի որ Արցախը համարում ենք մեր հայրենիքը, մեր սիրված բնության ամենագեղեցիկ տեղերից մեկը, եւ ես մեծ որպես հայ իհարկե մեծ ցանկություն ունեմ իմ ծառայություններս մատուցեմ մեր հայրենիքին։ Մեզ մնում է մեծ համբերությամբ սպասել նոր ձեռնարկի հանգուցալուծմանը եւ հավատալ, որ ազնիվ ցանկության ու կամքի դեպքում հնարավոր է ձեռք բերել ավելին, քան սպասում ես։ Մի առիթով Գագիկ Գևորգյանն ասել է, որ կցանկանար ամենախոշոր ադամանդի փայլը խմրեր մեր կանանց աչքերի փայլի կողքին։ Ճշմարիտ էսթետը գիտի կանանց ուղված կարևոր բառերը։ Արցախուհիներին ուղված նրա մաղթանքում տոնայնությունը նույնն է։ Մեր կանայք, ես ոչ թե հայ կասեմ դա, այլ որպես տղամարդ կարող եմ ասել, որ ամենալավ կանայքն են աշխարհում, իսկապես։ Եվ ես միշտ ամենտեղ, նույնիսկ մեր հայ երիտասարդները, որ դրսում են ապրում Ամերիկայում կամ Ռուսաստանում, միշտ կողմնակից են, որ հայը հայի հետ ամուսնանա, մեր հայ տղամարդիկ կարողանան ընտրեն իրենց արժանի կին մեր հայ գեղեցկուհիների մեջ, ինչ վերաբերում է մեր Արցախի աղջիկներին, իրանք նույն ձևով ես կարող ասեի, որ լավագույններն են եւ իրանց տեսքով, գեղեցկությամբ, կանացիությամբ, հեզությամբ եւ ամենակարևորը իրենց մարդկային հատկություններով։ Դրա համար հաշվի առնելով այդ արժանինքները, ես կուզեի ցանկանայի իրենց նոր տարում, այս տարի կուզենայի, որ առողջ լինեն, երջանիկ լինեն եւ ամենակարևորը չկորցնեն իրենց հույսը, որ ապագան լավագույն ձևերով պիտի մենք կերտենք մեր եւ կանանց համար եւ երիտասարդ սերունդի համար։ Դրա համար առողջություն, երջանկություն եւ հավատք, ամեն ինչ լավ պիտի լինի։